Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ 20-րդ դարի 80-ական թվականների սկզբին պրոֆեսոր Եկիմովը իր աշակերտ Օնեշենկոյի հետ միասին տպագրում են մի շարք աշխատանքներ, որոնցում առաջի անգամ ազդարարվում է արհեստական ատոմների իրագործման մասին։ Այն ժամանակ այդ գիտնականները դեռ չգիտեին, ինչ կարգի կարևոր հայտնագործություն են կատարել։ Տարիներ անց 2023 թվականին Եկիմովը արժանանում է քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի արհեստական ատոմների կամ այլ կերպ ասած քվանտային կետերի իրագործման համար։ Բարեբախտաբար Հայաստանում կա գիտական խումբ, որում այդ համակարգերը ինտենսիվ ուսումնասիրվում են, ընդ որում փորձարարական մեթոդների միջոցով աճեցվում են, եւ ես այսօր հրավիրել եմ ստուդիա Երևանի Պետական Համալսարանի պրոֆեսոր Կարեն Ղամբարյանին։ Բարև ձեզ, պարոն Ղամբարյան։ Բարև ձեզ, շնորհակալություն հավերքս ընդունելու համար։ Շնորհակալություն։ Պարոն Ղամբարյան, մի փոքր խնդրեի նախապատմությունը ներկայացնեք, թե ինչպես ձեր խումբը սկսեց զբաղվել այդ համակարգերի աճեցման խնդիրներով եւ կարևորագույն հատկությունները, որոնք բնորոշ են այդ բացառիկ հետաքրքիր համակարգերին։ Շնորհակալություն։ Ուրեմն մենք Երևանի Պետական Համալսարանում մեր խումբը, իմ կողմից ղեկավարող խումբը, արդեն բավականին երկար ժամանակ, մոտավորապես 15-20 տարի զբաղվում է այդ տարբեր նանոկառուցվածքներով եւ ընդհանրապես կարելի ասել նանոտեխնոլոգիայով եւ փորձարարական տեսանկյունից մենք ռեալ ունենք տեխնոլոգիական եղանակներ, որոնք որ օգտագործում ենք այդ նանոկառուցվածքները աճեցնելու համար եւ ասեմ հետեւյալը, որ այստեղ շատ հետաքրքիր ֆիզիկայի տեսանկյունից process-ներ են տեղի ունենում, երբ մենք շարժվում ենք, ասենք, եռաչափ ծավալային մարմնից դեպի երկչափ, որոնք որ համապատասխան չափերի ժամանակ դառնում են այսպես կոչված քվանտային փոսերը, այնուհետև մեկ չափանի համակարգերին, որոնք հայտնի նանոլարերն են, նանոթելերն են, եւ ի վերջո 0 չափային համակարգեր, որոնք ընդունված է կոչել քվանտային կետեր։ Այստեղ շատ հետաքրքիր ֆիզիկական երևույթ է տեղի ունենում, երբ ասենք լիցքակիրները, էլեկտրոնները եւ խոռոչները մասնավորապես ասենք կիսաորդիչ նյութերում, երբ նրանք սահմանափակվում են 3 ուղղություններով, ապա այդ լիցքակիրների էներգետիկ սպեկտրը ինքը դառնում է քվանտացված, այսինքն լիցքակիրները արդեն ընդունում են որոշակի հստակ էներգետիկ արժեքներ, էներգիայի հստակ արժեքներ, ընդհատ արժեքներ, այո, որոնք շատ բնորոշ են, ոչ թե շատ, այլ բնորոշ են ատոմներին։ Այդ իսկ պատճառով հենց քվանտային կետերը ընդունված է կոչել արհեստական ատոմներ եւ շատ հայտնի է, որ բազմաթիվ երկրաչափական տեսքի, ուրեմն քվանտային կետեր կան, մասնավորապես ասենք ոսպնյակաձև կարող են լինել, էլիպսարդաձև կարող են լինել, կոնաձև, բրգաձև եւ այլն։ Եվ նաեւ հայտնի է, որ այս վերջի մոտ մի 10-15 տարվա ընթացքում շատ ակտիվ սկսել է զարգանալ նաեւ այսպես կոչված քվանտային մոլեկուլները։ Հենց դրա համար ատոմներ եւ մոլեկուլներ, դրա համար այս համակարգերը կոչվում են քվանտային կետերով մոլեկուլներ, տարբեր տեսակի կան, մասնավորապես ամենատարրական քվանտային կետերով մոլեկուլների օրինակը այսպես կոչված կրկնակի քվանտային կետերն են, շատ հետաքրքիր համակարգեր են, որոնք բաղկացած են երկատոմ մոլեկուլի փաստորեն անալոգն է, էլի։ Այո, եւ երկու քվանտային կետեր, որոնք որ շատ մոտիկ են իրենց գտնվում, իդեպ կարող են լինել եւ սիմետրիկ եւ ասիմետրիկ, իդեպ հենց այդ ասիմետրիկ կրկնակի քվանտային կետերը շատ եւս հետաքրքիր ուրեմն հատկություններ ունեն եւ ես կշեշտադրեի կիրառությունների վրա։ Բնականաբար այդ բոլոր օբյեկտները շատ հետաքրքիր եւ կարևոր են հիմնարար ֆիզիկայի տեսակետից, դրանց հետազոտումը, տեսական հաշվարկները եւ այլն,
Եվ բնականաբար հարց է ծագում նրանց կիրառությունների մասին եւ մասնավորապես օրինակ այդ կրկնակի քվանտային կետերը մասնավորապես կարող են օգտագործվել օրինակ ասենք քվանտային համակարգիչներում որպես քյուբիտներ, որտեղ որ արդեն այդ համակարգերում հաշվարկների սկզբունքը լրիվ փոխվում է, որը հիմնվում է արդեն էլեկտրոնի սպինի վրա, եւ շատ հետաքրքիր ֆիզիկական երևույթներ են տեղի ունենում, երբ ասենք լիցքակիրը մեկ քվանտային կետից անցնում է երկրորդ քվանտային կետ, եւ այնտեղ կարող է տեղի ունենալ ուրեմն սպինի փոփոխություն, որը որ շատ հեռանկարային է, այդ քվանտային ընդհանրապես համակարգիչներում դրանք որպես քյուբիտներ օգտագործելու։ Բնականաբար կան բազմաթիվ այլ նաև կիրառություններ, ոչ միայն քվանտային կետերով մոլեկուլների, այլ առանձին նույն իրանք քվանտային կետերը եւ կարելի ասել այսպես բոլոր հայտնի կիսաառրջային սարքերում սկսած տարական դիոդներից, տրանզիստորներից, լուսադիոդներից, ֆոտոընդունիչներից այդ բոլոր կիսաառրջային սարքերում հնարավոր է օգտագործել նաև զանազան տեսակի ուրեմն նանոկառուցվածքներ եւ մասնավորապես բերեմ ամենատարրական օրինակը, ենթադրենք դուք ունեք սովորական դիոդ, P-ն անցում, բայց ենթադրենք, որ դուք այդ P-ն անցման բաժանման սահմանին եւ որոշ տիրույթում եւս ունեք քվանտային կետերով համակարգեր, հա։ Միանգամից ասեմ վերջնացյունքը, որ եւ փորձերը, եւ բազմաթիվ տեսական հիմնարար աշխատանքները ցույց են տալիս, որ այդ տեսակետից կիրառումը, այդ տարբեր քվանտային կետերի կիրառումը կոնկրետ կիսաառրջային սարքերում բերում է այդ սարքերի վերջնական բնութագրերի լավացմանը։ Եվս մի տարրական օրինակ, կա օրինակ այսպես կոչված շատ հետաքրքիր, շատ կարևոր, այդպես ասեմ, ուրեմն բնութագիր, ասենք զուտ ֆոտոընդունիչների, որը ասենք կապված է կլանման սպեկտրից եւ ասենք օրինակ մասնավորապես քվանտային կետերի կիրառումը բերում է ուրեմն այդ սպեկտրի լայնացմանը եւ այլն եւ ավելի հայտնի օրինակ, ասենք, եթե խոսքը գնում է լուսադիոդների մասին, հա, շատ հայտնի, ուրեմն կիսաառրջային սարքեր են, կան եւս լուսադիոդներ, որոնցում որ եւս կիրառվում են նանոկառուցվածքները եւ մասնավորապես քվանտային կետերը, դա ինչու եմ ես շեշտում, որտեվ դա արդեն հասցվել է զանգվածային արդյունաբերությանը եւ շատ հայտնի են, օրինակ արդեն հեռուստացույցներ կան, որոնց էկրանները քվանտային կետերով դրանք արդեն Samsung ընկերությունը մասնավորապես արդեն կոմերցիոն նպատակով վաճառվում է եւ կարելի է գնել, իհարկե, լինեմ անկեղծ, դրանք իհարկե համատած ոչ քվանտային կետերով լուսադիոդների կիրառությունները իհարկե թանկ մի փոքրիկ թանկ են հիմա, բայց փորձը ցույց է տալիս այս վերջի 15-20 տարվա ընթացքում, որ այդ բոլորը շատ արագ մտնում է արդյունաբերության մեջ եւ արդեն համապատասխան տեխնոլոգիա ունենալով շատ երկրներում արդեն հնարավորություններ կա դրա։ Մենք բնական կերպով մոտեցանք հաջորդ հարցին։ Արդյունաբերական նպատակներով այդ համակարգերը օգտագործելու համար անշուշտ պետք է նաև ունենալ շատ հզոր եւ լավ կահավորված լաբորատոր բազա։ Այո։ Եվ այդ համակարգերը պետք է հաճեցվեն։ Այո։ Ես հատուկ մեր հեռուստադիտողների համար նշեմ, որ երբ խոսում են քվանտային կետերի մասին, խոսքը գնում է 10-9 մետր չափ երկրաչափական օբյեկտների մասին, որոնք, ինչպես շատ ճիշտ դուք նշեցիք, ունեն տարբեր ձևեր։ Կարող են սկսել գնդայինից եւ վերջացրած ոսպնյակաձև եւ բրգաձև։ Դրա հետ մեկտեղ հասկանալի է, որ դա շատ մեծ եւ բարձր կարգի
մշակույթով օժտված ինչ որ որոշակի լաբորատոր թիմեր պետք է լինեն, այսինքն թիմեր պետք է լինեն, որոնք լաբորատորիաներ են ձևավորում, եւ հասկանալի է, որ դա շատ նուրբ աշխատանք է պահանջում։ Ինչպիսի եղանակներ կան եւ մասնավորապես ինչպիսի եղանակներ եք դուք օգտագործում ձեր լաբորատորիայում այդ համակարգերը աճեցնելու համար։ Բարի, ընդհանրապես ինչ վերաբերվում է նանոտեխնոլոգիային, քանի որ ես բավականի երկարատև ունեմ փորձարարական, այդպես ասենք, աշխատանքներ եմ կատարել եւ շատ լավ ծանոթ եմ այդ ոլորտին, ասեմ, սա բարդագույն ոլորտ է, ամենայն դեպս իմ կարծիքով, հետեւյալ իմաստով։ Սա այն ոլորտն է, որտեղ որ իհարկե հենքը դա ֆիզիկան է, հենքը դա ֆունդամենտալ հիմնարար ֆիզիկան է, բայց այս աշխատանքները կատարելու համար եւ մասնագետ պատրաստելու համար այս ոլորտում անհրաժեշտ է պետք է այդ մասնագետը իմանա եւ շատ լավ ֆիզիկա, եւ պետքա քիմիա իմանա, պետքա շատ լավ իմանա նյութագիտություն, եւ սարսափելի կարևոր շատ լավ պետք է նաեւ թիրապետի ճարտարագիտությունը։ Բնականաբար IT ոլորտն էլ եւս իր հերթին, այսինքն սա համալրային ուղղություն է։ Համալրային ուղղություն է, որի մասնագետ պատրաստելը դա առանձին ուրեմն շատ մեծ արդեն խնդիր է զուտ կրթական համակարգի համար, բայց դրան մենք մոտենում ենք արդեն եւ արդեն կան այդպիսի ուրեմն գաղափարներ, թե ինչպես փոխել օրինակ ասենք կրթական ծրագրերը, որ նմանատիպ ուրեմն մասնագետների պատրաստել։ Ինչու եմ սա ասում, որտեվ նանոտեխնոլոգիան ինքը բնականաբար, եթե խոսքը գնում է փորձարարական նանոտեխնոլոգիայի մասին, պահանջում է բավականի եւ սարսափելի բարդ, նույնիսկ կասեի բարդագույն սարքավորումների պահանջ կա, այսինքն այդ սարքերը, որոնք որ օգտագործում են, դրանք սարսափելի բարդ եւ շատ սպეციფიկ յուրահատուկ ճշգրիտ սարքեր պետք է լինեն։ Այո, բերեմ մի քանի օրինակ։ Որոնց այդ աշխատանքը մի առանձին մշակույթ է, որը ձևավորվում է տարիների ընթացքում։ Այո, ավելին ասեմ, այդ սարքերը, սարքավորումները բոլորը հայտնի են։ Այդ սարքերը կարելի է գնել։ Կան հնարավորություններ, թանկ ուրեմն համակարգեր են, բերեմ մի շատ ամենակատարյալ, այդպես ասեմ, տեխնոլոգիական եղանակը, որը կոչվում է մոլեկուլյար փնջային էպիտաքսիա, դա գագաթնակետն է կիսաօրչային տեխնոլոգիաներում, դա թույլ է տալիս, ոնց որ ասում են շատ պարզ ասելով, ատոմ դասավորելով եւ դրա կառավարելիության ճշտությունը մեկ մոնոատոմային շերտի կարգի է, այսինքն թույլ է տալիս շերտ, շատ մեծ ճշգրտությամբ այդ համակարգերը աճեցնել, բայց մյուս կողմից, ասենք ինքը սարքը հնարավոր է գնել, այդպես ասեմ, բայց դա նաև պահանջում է հատուկ ենթակառուցվածք։ Առանց այդ ենթակառուցվածքի այդ սարքը հնարավոր չի լինի աշխատել։ Ինչու եմ դա ասում, որովհետև դա պարտադիր պետք է տեղադրված լինի օրինակ գերմաքուր, ասենք սենյակներում, գերմաքուրի դեպ ամենաբարձր կարգի մաքուր սենյակներում աշխատողները գիտեք շատ լավ, ուրեմն հագնում են հատուկ շորեր, սկսած կոշիկներից, տիեզերագնացների պես, սկաֆանդրների պես, ավելի խիստ պահանջներով։ Շատ տեխնիկական խնդիրներ պետք է լուծվեն, մասնավորապես բոլորդ գիտեք, որ օրինակ այդ սարքերում process-ը ինքը կատարվում է գերբարձր վակուումում, ես ասեմ այդպես 10-11 միլիբար ճնշման պայմաններում, նույնիսկ հիմա արդեն կան հաղորդումներ 10-12 միլիբար վակուումի պայմաններում
Իսկ այդպիսի վակուումներ ապահովելու համար պատկերացրեք այդ համակարգը պետք է սառեցվի, խցիկը պետք է սառեցվի եւ դրա համար պահանջվում է օրինակ ասենք օրվա ընթացքում մոտարապես 80-ից մինչև 100 լիտր հեղուկ ազոտ, այսինքն դուք այդ ենթակառուցվածքում պետք է ունենաք ասենք հնարավորություն այդքան հեղուկ ազոտի օգտագործելու, պետք է էլեկտրականությունը լինի եւս համապատասխան որակի, չտատանվող, այո, շատ ճշգրիտ, պետք է անպայման լինեն ապահովված այլ էլեկտրականության աղբյուրներ, որոնք որ ասենք ինչ որ մի բաների պատճառով, որ միանգամից այդ փոխվի այլ աղբյուրի եւ այլ, այսինքն ինքը ենթակառուցվածքը իմ ամենայն դեպս կարծիքով ինքը նույնիսկ ավելի կարեւոր պայման է այդ գործերը կատարելու համար, քան ինքը սարքը, որտեղ սարքը կարելի է առնել դա միայն գումարի խնդիրն է եւ բնականաբար մասնագետներ ունենալու եւ պատրաստելու։ Ինչ վերաբերվում է մեր աշխատանքներին, փորձարարական աշխատանքներին, ուրեմն պատմականորեն Երևանի Պետական Համալսարանում ամենայն դեպս մեր գիտական կենտրոնում ուրեմն դեռ երկար տարիներ մենք զբաղվել ենք էպիտաքսիալ եղանակներից շատ հայտնի, որը կոչվում է հեղուկային էպիտաքսիա կամ էպիտաքսիա հեղուկ ֆազից եւ վերջի այս մի 15-20 տարվա ընթացքում մենք այդ մեթոդի ուրեմն կատարելագործման հնարավոր բանով կատարելագործելով այդ մեթոդը մեզ թույլ տվեց ուրեմն նաև անցնել ուրեմն նանո կառուցվածքների եւ բազմաթիվ տեսակի Պարզ լեզվով, եթե ասեք, ինչու՞մն է էությունը այդ մեթոդի եւ ինչպես կարելի է դա հասկանալ։ Այո, ասենք առավելությունը, որ հեռու է գիտությունից, դուք փորձում եք դա ներկայացնել։ Ամենապարզագույն դեպքը, եթե շատ մատչելի ձևով ասվի, պատկերացրեք դուք ունեք, ասենք, ինչ-որ պին մարմին, նույնը կարող եմ ասենք թեկուզ աղի օրինակը ենթադրենք, հա, այ պատկերացրեք դուք ունեք աղից պատրաստված ինչ-որ տակդիր եւ ունեք աղաջուր, որը գտնվում է այդ տակդիրի հետ հավասարակշռության վիճակում եւ պատկերացրեք դուք այդ աղաջրում ստեղծում եք գերհագեցում։ Երբ գերհագեցված է այդ աղաջուրը, ապա այդ գերհագեցված մասը ինքը փաստորեն զգալով, բնությունը զգալով տակդիրին, այդպես ասենք, հա, էներգետիկ տեսակետից շահավետ է այդ ավելցուկը գերհագեցված։ Ուրեմն բյուրեղանա եւ շարունակի այդ աղի բյուրեղական ցանցը փաստորեն։ Դա իդեպ ասեմ, դա հենց այդ process-ը ինքը պին մարմինների հետ կապված, մասնավորապես կիսաառճային բյուրեղների հետ, այդ process-ը հենց կոչվում է էպիտաքսիա։ Բայց նանո կառուցվածքներ ստանալու համար այնտեղ տարբեր մեխանիզմներ են աշխատում, ամենահայտնին դա Ստրանսկի Կրաստանով եղանակն է, որը շատ յուրահատուկ, սպეციფիկ, այդպես ասենք, եղանակ է, որ մենք հենց այդ եղանակը օգտագործելով եւ օգտագործելով մեր այդ կատարելագործված տարբերակը հեղուկային էպիտաքսիայի, ուրեմն կարողացել ենք ստանալ բազմաթիվ տեսակի ուրեմն նանոկառուցվածքներ, բայց նաեւ ասեմ, որ միայն դա չի, միայն այդ տեխնոլոգիական մոտեցումը չի, հեղուկային էպիտաքսիան, այլ նաեւ ուրեմն մենք այս վերջերս մոտ անցած տարի գիտության եւ կրթության, բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցության շնորհիվ ուրեմն մենք շահեցինք այդ գրանտը եւ մենք այս տարի արդեն ձեռք կբերենք մեկ այլ տեխնոլոգիական եւս սարքավորում, որը արդեն դա էպիտաքսիա է գազային ֆազից։ Դա շատ հայտնի CVD եւ CVT տեխնոլոգիաներն են, դրանք ավելի կատարելագործված, ավելի մեծ հնարավորություններ ունեցող եւ ավելի ճկուն տեխնոլոգիաներ են, այնպես որ
ես շատ մեծ հույս ունեմ, որ այս տարի այդ սարքը մեզ հնարավորություն կունենանք այդ սարքը ձեռք բերելու եւ շարունակելու մեր այդ աշխատանքները արդեն ավելի կատարելագործված օգտագործելով եղանակը։ Պարոն Ղամբարյան, շատ հաճախ երբ խոսում են ժամանակակից էլեկտրոնիկայի մասին, նանոէլեկտրոնիկան առանձնացնում են, ինչպես առանձնահատուկ կարևոր մի դաս, որը որ ունի անմիջական կիրառություն նաև արդյունաբերության մեջ։ Այլ կերպ ասած, ժամանակակից սարքավորումների մի ամբողջական դաս գոյություն ունի, որը ինչպես ֆիզիկական հենք օգտագործում է հենց այդ այսպես կոչված նանոչափային համակարգերը, 10-9 աստիճան մետր չափեր ունեցող մասնապես կիսահարճային համակարգերը։ Քիչ երկրներ կան, որոնք կարող են հպարտանալ, որ ունեն նանոինդուստրիա։ Օրինակ, ինչքան ես հասկանում եմ, Ռուսաստանը երկար տարիներ փորձեց այդ ամենը կազմակերպի, բայց այդպես էլ չստացվեց եւ իմ կարծիքով այդ Չուբայսի Ռոսնանոյի պատմությունը շատ վառօրինակ էր դրա, որ այդ process-ը չհաջողվեց տրամաբանական ավարտին հասցնել։ Այ ինչպիսի տրամաբանության մեջ է զարգանում ընթացքը փորձից դեպի, այսպես ասած, մի առաջի նմուշը, որը որ պետք է փորձարկել եւ այնուհետեւ անցում դեպի արդյունաբերական արտադրություն։ Ну հայտնի է, որ այդ շղթան, այսպես ասած, կա ֆունդամենտալ գիտություն, հետո փորձարարական լաբորատոր պայմաններում ստեղծվում են նմուշներ, փորձարարական, այսպես կոչված պիլոտային տարբերակները, հա, մի քանի հատերով փոքր քանակի, որից հետո բնականաբար պետք է ուրեմն ստեղծվեն հնարավոր պայմաններ արդյունաբերական տեսակետից, դա լինեն փոքր ձեռնարկություններ կամ ինչ որ հետագայում ասենք ավելի զարգացված նույնիսկ ասենք ֆիրմաներ, գործարաններ, որտեղ այդ արդեն այդ սենց ասենք կոնստրուկտորային եւ տեխնոլոգիական ստացված արդյունքները արդեն վերածվի զանգվածային արդյունաբերություն։ Այսինքն պետք է արդեն պետք է ստեղծվեն համապատասխան ձեռնարկություններ, գործարաններ, որոնք որ կարողանան այդ գիտատեխնիկական եւ փորձարարական տվյալները արդեն միանգամից կիրառեն ուրեմն զանգվածային արդյունաբերության մեջ։ Դա էլ բավականի լուրջ եւ շատ, այսպես ասենք, քրտնաջան աշխատանք է պահանջում այդ խնդիրները լուծելու համար։ Եվ համապատասխանաբար անհրաժեշտություն կառաջանա նաեւ ձևավորել մասնագետների բանակ եւ մտցնել հատուկ ամենայն հավանականությամբ միգուցե առաջի փուլում մագիստրոսական կրթությանը համապատասխանող ինչ որ դասընթացներ եւ դուք ինքներդ նման գործով այժմ զբաղվում եք։ Այո, դա հենց առաջնային խնդիրներից մեկն է, դա անհրաժեշտ պայմանն է, այս բոլոր գործողությունները իրականացնելու համար բնականաբար անհրաժեշտ են մասնագետներ։ Եվ մեր ամբիոնում արդեն այդ կրթական ծրագրերի մեջ բավականի լուրջ փոփոխություններ են կատարվել եւ մենք արդեն կարելի է ասել, որ այդ նյութագիտության եւ մասնավորապես կիսահարճային տեխնոլոգիայի ոլորտում կարողանում ենք արդեն պատրաստել մասնագետներ, որոնք որ այդ մարտահրավերները կարողանան հաղթահարել եւ այդ աշխատանքները կատարել, այո։ Եվ բակալավրիատի ծրագրերում եւ մագիստրոսական ծրագրերում համապատասխան փոփոխություններ արվել են եւ մենք արդեն մտածում ենք այդ հետագա մեր այդ խնդիրները լուծելու համար։ Այսինքն նաեւ ընդլայնման ծրագրեր ունեք։ Այո։ Եվ հետազոտական տեսանկյունից եւ փաստորեն այդ տարաբնույթ լաբորատոր ենթակառուցվածքի ընդարձակման հետ կապված։ Շատ շնորհակալ եմ զրույցի համար եւ հաջողություն եմ մաղթում ձեր գործերին։ Շնորհակալություն։